Բարելուս ժողովուրդ ջան, դե ոնց ասել էի մի 5 օր Հայաստանում էի, ես հիացած եմ ուղղակի, իրականում հիացած եմ ժողովուրդ ջան, Հայաստանը դառնում է փոքրիկ Շվեյցարիա, Շվեյցարիայից այնքան էլ շատ փոքր չի, բայց Շվեյցարիա է դառնում, կամաց, ուրեմն ես ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնեմ 90-ական, 2000-ական թվերը Քոչարյանի ժամանակ, հիշում եք չէ, ինչ արժեք ուներ ձեր տները, հլա մի հատ հիշեք, ինչ արժեք ուներ ձեր տները, ինքնաթիռի տոմս էին առնում, ընտանիքիդ համար տունը տալիս էիր իրան, հիմա Երևանում տները Մոսկվայից թանկ է, Հայաստանում, ամբողջ Հայաստանում որտե է ժան, ոչ միտեղ, Իջևանում էլ նույն Երևանի գինն է, դա ինչ է նշանակում, ոսկի չկա էլ մարդիկ մանեն գալի չեն էլ ճարում առնեն, դա ինչ է նշանակում, բարելավում չի դա ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, իշխանությունը տվեք ես օլիգարխներին նորից, որ այս սենց գեներալներով բանով էսին այդ ֆոտած գեներալներով, սամազվանեց օղրաշներով բանով, տվեք մի հատ նորից իշխանություն իրանց, ձեր տների արժեքը Երևանում, շրջաններում, բանում էլի դառնալու է մի հատ ինքնաթիռի փող, կասկածում եք դրանում, ես չեմ կասկածում, ես Ռուսաստան եմ, խոսքի օրինակ եմ ասում, ինձ ունեմ $300,000 տուն, այ հենց ես պահին $100,000 նույնիսկ չեմ կարում վաճառեմ, բայց նրա արժեքը 300,000-ից ավել է, իրականում էլի, Հայաստանում այդ նույնն է կատարվելու, տվեք իրանց իշխանությունը, հիմա մի քիչ երգիրը սարքևել է, բարեկարգվել է, ամեն ինչ, փողի հոտ են առել, սաղ Ռուսաստանների այդ միլիարդատերերով, բանով, սաղ թափվել են Հայաստան, Հայաստանում են իշխանություն ուզում, ինչի համար, որովհետև Ռուսաստանում էլ ոչ մի բանը արժեք չունի, Երևանում Մոսկվայից թանկ է ամեն ինչը, ուրեմն Եթե թանկ է, ուրեմն Երևանը արդեն ավելի լավ դիրքերում է, չէ՞, ժողովուրդ ջան հանկարծ չխաբվեք նորից իշխանությունը դակ այդ պարազիտներին մեկ էլ չիմանաք որտե եք փախնում, այս ձեզ զգուշացնում եմ, ինչ ասեմ ժողովուրդ ջան, այսքան բան լավ մտածեք ամեն բանի համար, Ինչ ասեմ, որ լսում եմ դրանց ես խնդալս գալիս է, տերտեր մերտերները երեք սաղ դուս են եկել միտինգ են անում, անկախ ինձանից հիշեցի են կինոն, որտեղ Ֆրունզիկը բանը նվագախմբի տղաները, որ ասում է, մուզիկանտ պոլիտիկա չգիտի, տերտերը գիտի, տերտերը գիտի պոլիտիկա, լավ եղեք ժողովուրդ ջան, հանկարծ չսխալվեք, կրկնում եմ, չսխալվեք, չեմ կարում վաճառեմ վաբշե գամը Հայաստան, դե ոնց դատարկ ձեռով էլ գաս ինչ անես, այս վիճակը աստի արդեն ընկել, մեր ձեզ նույն վիճակ ուզում են բերեն Հայաստան, դե Երևանի միջին տների արժողությունը դառնալու է $5,000 էլի, առաջվա նման 90-ականներին Քոչարյանի ժամանակ, այդ են անելու, ուրիշ ոչ մի բան, պարազիտներին չհավատակ հանկարծ,